Ինչ են ասում, որովհետև իրանք գիտեին իրանց թողած բանակը, գիտեին, որ դա քանդված վիճակում է այդ բանակը, այդ քանդելու պատասխանատվությունը ուզում էին դնեին մեզ վրա։ Մեզ ասում էին պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել, իրանք գիտեին, որ պատերազմ են թողել, պատերազմը թողած հեռացել։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրություններ ավիրեմ մի բանի վրա։ 2016 թվի 4-օրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել։ Այսինքն չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ Այսինքն հասկանում եք, չէ, որ տեղի է ունենում պատերազմ, դադարում է, ինքը պետք է ինչ-որ բանով ավարտվի, որևէ բանով, թուղթ պետք է ստորագրվի, հայտա 2016 թվի պատերազմը ոչ մի թղթով չի ավարտվել, ոչ մի թղթով։ Այսինքն 2016 թվականի պատերազմը շարունակվել է 17-ին, 18-ին, 19-ին եւ 2020 թվի պատերազմը ընդհանրեն 2016 թվի պատերազմի շարունակությունն է եղել եւ այս է ճշմարտությունը։ Նրանք մեզ ասում են, ես վարչապետ եմ դառել, մայիսին ես վարչապետ եմ տարել, իրանք հուլիսին արդեն ինչքան դաշնակա, ռոբասերժական կար այդ կալուգայական այդ միջավայրը, որոնք բանն են, դրանք Սերժի ճտերն են, դրանք Սերժի քաղաքական զավակներն են, քաղաքական եւ ոչ միայն քաղաքական։ Ես ամսի 8-ին մայիսին վարչապետ եմ դառել, չեմ հասցրել թղթերը թերթեմ ուղակի։ Հողերը տալիս է, հողերը տալու է, ինչ են ասում ժողովուրդ ջան, որովհետև իրանք գիտեն, որ իրանք տվե պրծել են, ու իրանք տվել են շատ շուտ, դեռ 96 թվին են տվել, ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն, այսօր բոլոր թղթերը հրապարակված է, ով ուզում է մտեք այդ բանակցությունները նայենք, մտեք բանակցություններ նայեք եւ տեսեք, թե մենք ոնց ենք եկել եւ Սյունիքի մարզը եւ Մեղրին փրկել ենք հանձնումից, որ Ռոբերտ Քոչարյանը իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրանց կյանքով հետաձգել այդ պրոցեսը։ Իրանց կյանքով հետաձգել եւ հոկտեմբերի 27-ը արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստում։ Եվ դրա մասին հրապարակային վկայություններ կան պրոցեսների ներկա մարդկանց։ Այսօր մենք մեզ ինչ են ասում, մեկ էլ ասում են միջանցքատալիս, մի X պայ արդեն չեն ասում միջանցքատալիս, որտեղ մենք ասել ենք, որ դա բացառվում է, ասում են տվեք, խոստացել եք տվեք, որ պատերազմ չլինի, ինչով ավարտվեց այդ պատմությունը։ Այդ պատմությունը ավարտվեց, որ մենք ստորագրեցինք Թրիպ նախագծի մասին համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ Թրիպ նախագիծը իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում եւ Հայաստանը իր լիարժեք ինքնիշխանությունը պահպանում է Թրիպ նախագծի իրագործման բոլոր տարածքներում եւ հետեւաբար չկա միջանցքի թեմա, չի եղել, ժողովուրդ կարևոր է, որ չի եղել։ Ստեղ ամենահետը բացեք 2020 թվականի նոյեմբերին ես մի քանի անգամ ուղերձով դիմել եմ ձեզ։ Սա շատ էական հանգամանք է նաև այսօրվա պրոցեսը։ 20 թվի նոյեմբերին այն վիճակը հիշեք։ Ես ուղերձով դիմել եմ, որովհետև այն ժամանակվանից այդ թեման կար եւ ինչ ալոց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Մեղրիով միջանցքի թեմա կար։ Ես ասել եմ, ես հրաժարվել եմ ստորագրեմ դա։ Ասել եմ ինչ էլ լինի, ինչ էլ բացառված է, որ ես դա ստորագրեմ։ Ես չեմ ստորագրել դա, ուրիշ տարբերակ ենք ստորագրել եւ հաջորդ օրվանից ասել եմ չի կարա տենց բանը լինի։ Ես 20 թվին եմ դրա մասին ասել։ Ինչ ա եղել դրանից հետո։ Մեր ընդդիմությունը եւ ոչ միայն մեր ընդդիմությունը, այլ նաեւ արտաքին ուժեր ասել է, որ միջանցք է խոստացել։ Եվ շատ կարևոր է, արդյունքում մենք ունեցանք 2 օր առաջ ստորագրված թուղթը
որը պայթեցրեց, հոտս ցնդեցրեց այդ բոլոր պնդումները։ Հիմա ինչ են ասում են 300,000 ադրբեջանցի ա բերելու, 300,000 ադրբեջանցի ա բերելու, 300 միլիոններ են ծախսում, ինչպես միլիոններ են ծախսում ապացուցելու համար, որ մենք բանակ չենք կառուցում, այնպես էլ միլիոններ են ծախսում, որ ապացուցեն, որ մենք բան ենք տա, միջանցք ենք խոստացել, կամ միջանցք են տալու, այսօր էլ անցել են 300,000 ադրբեջանցիներ, թե մենք ձեզ համար, ձեր երեխաների համար մանկապարտեզներ են կառուցում, բայց նրանք չեն տեսնում ձեզ եւ ձեր երեխաներին, նրանք ադրբեջանցի են տեսնում։ Մենք մեր թոշակառուների համար առողջության ապահովագրություն ենք ներդնում, նրանք ձեզ չեն տեսնում են ադրբեջանցիների, որովհետև նրանք ձեզ թշնամի են համարում, դուք իրանց թշնամի եք, գիտեք ինչի, որովհետև 2018 թվականին հեղափոխություն եք արել եւ իրանց լափամանները իրանց ձեռից առել եք, այդ դրա համար իրանք թշնամի են համարում Հայաստանի քաղաքացուն, որովհետև չեն կարում լափել դոդերի, չգիտեմ, կալուգացիների, ռոբերի թալանչի թաթերը ես կոտրել եմ, այս ընտրությունների արդյունքով նրանք